Բարև ձեզ, Արարատնյութի տաղավարում է Տեր Թադե Քահանա Թախմազյանը, բարև ձեզ Տեր Թադե, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Տեր Թադե Ավստրիայում կանոնալիք եպիսկոպոսած ժողովից առաջ հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում կապված Գևորգ Սրբազանին Մասյացոտնի թեմի առաջնորդում վերականգնելու դատարանի որոշման հետ, որով նաև մեղադրյալներ են 6 եպիսկոպոսներ։ Ինչպես սպասվում էր, ընդդիմադիր շրջանակները եւ Մայրաթոռը սա մեկնաբանում են հակաօրինական եւ եկեղեցու ներքին գործերի միջամտություն, որն է ձեր մեկնաբանությունը։ Նախ պետք է մենք հստակ տարանջանտուկ դնենք, որ ոչ մեկ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառույց անձեռնամխելի չէ։ Եթե անձը կամ կառույցը անձեռնամխելի է, նշանակում է պետությունը ինքն է որոշում, որ անձին եւ որ կառույցին հատկացնել այդ տիտղոսը։ Իսկ մնացյալ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքից ներս յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա գործում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենսդրությունը։ Մնացյալը սահմանադրությունից ներքև են։ Եվ ես անձնապես չեմ կարծում, որ ինչպես որ հաճախ հնչեցնում են, պետությունը միջամտում է եկեղեցու գործերին։ Այդ թեզը, կարծում եմ, կեղծ օրակարգ է անընդհատ առաջ բերվում, որպեսզի բուն գործընթացից տեղի ունենա շեղում, մարդկանց ուշադրությունը բուն գործընթացից շեղվի, այսինքն մեղքից, եթե որևէ եկեղեցական կամ եկեղեցականների խումբ շեշտում են մեղքը, տեսնում են մեղքը, մատնացույց են անում մեղքը եւ ասում են այս մեղքից պետք է ազատագրվենք, ապա մյուս կողմը ինչ է անում, փորձում է հավելյալ բառակույտ ավելացնել, տեքստը շատ նրբորեն շեղել բուն գործընթացից եւ տանել այլ դաշտ, որտեղ որ կարող է հնչել էմոցիոնալ ֆոնով արտահայտություններ, որ հալածվում է եկեղեցին եւ այլն, բայց իրականության մեջ եկեղեցին չի հալածվում։ Պարզապես կան եկեղեցում անձեր, որոնք որ եկեղեցին ճիշտ ուղով չեն տանում, իսկ մյուս կողմը ասում է, որ ոչ, ճիշտ ուղով չեք ընթանում եւ փորձում է Հայաստանի Հանրապետությունը իր օրենսդրությամբ եւս գործել, որովհետեւ Գևորգ եպիսկոպոսը եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, եկեղեցական է, բայց եկեղեցական լինելը ներքին, որ հաճախ շեշտվում է ներքին կյանքին, ներքին կանոններին, ինչ է եկեղեցու ներքին կյանքը ստրուկների եւ տերերի է բաժանված։ Եթե եկեղեցու ներսի կյանքում կա ստրկական ընկալում, մտածողություն եւ թելադրանք, արդյոք Գևորգ եպիսկոպոսը եւ իր նման եկեղեցականները չպետք է բարձրաձայնեն եւ պայքարեն։ Ի վերջո եկեղեցին կոչված է քրիստոնեական սիրով քարոզելու եւ եթե այդ առաքելությունից շեղվում ենք, պետք է նաև այո, երբեմն օրենքը միջամտի, որպեսզի մենք չշեղվենք մեր առաքելությունից։ Վերջո պիտի ընդունենք, որ բոլորս է մարդ ենք եւ մարդ կարող է սխալվել։ Մայրաթոռը նաև հայտարարում է, որ սա անհարգալից վերաբերմունք է նաև հավատացյալների նկատմամբ, արդյոք հիմա դատարանի որոշումը չկատարելը անհարգալից վերաբերմունք չէ պետության ու սահմանադրի, այսինքն քաղաքացիների առաջ։ Ես այնտեղ որևէ կետ չեմ տեսնում անհարգալից վերաբերմունք հավատացյալի նկատմամբ, որևէ հիմնավորում չկա, որովհետև հակառակ ինչպես դուք նշեցիք, այո, պետք չի անհարգալից լինել պետության եւ օրենքի դեմ դուրս գալ։ Պետք է ընդամենը մանավանդ, որ դրանով եկեղեցում չգիտեմ ինչ տեղի չեր ունենալու, եկեղեցի ուղղվածությունը չէր փոխվելու, եթե իրենք չեն փոխի արդեն այդ հայ եկեղեցու ուղղվածությունը։ Պարզապես եպիսկոպոսը դիմում է եւ խնդրանք է ներկայացնում իբրև եպիսկոպոսը իր իրավունքները վերականգնելու, իր ծառայության իրավունքները եւ կարծում եմ, այո, իրավունք ունի յուրաքանչյուր եկեղեցական պաշտպանված լինելու։ Լավ է, եկեղեցական ում պետք է դիմի։ Եթե չի աշխատում եկեղեցու ներսի արդարադատությունը, չի աշխատում։
Ում դիմ, ինչ անի, թողնի գնա, մենք չենք համաձայնվում թողնել գնալու հետ։ Մենք համաձայնվում ենք մեկ բանի հետ, պայքարելու հետ, ինչքան կկարողանանք։ Որքան որ մեր ուժերը կների, մենք կպայքարենք մեր եկեղեցու համար։ Հատկապես ընդդիմադիր հատվածը նշում է, որ սա ընտրություններից առաջ գործող իշխանության համար իբրև կամակատար նոր կաթողիկոս բերելու փորձ է, արդյոք նաև խոստովանություն չէ, որ հիմա փաստորեն Գարեգին իրենց է կամակատար, քանի որ հենց իրենք են պայքարում Գարեգին կաթողիկոս մնալու համար։ Ես հիշեցի Աստվածաշնչյան դրվագ, որտեղ ասում է քո իսկ բերանով քեզ պիտի դատես, եւ հետեւաբար ընդդիմությունը նման խոստովանություն է անում, երբ որ ասում է ուզում է բերել կամակատար, նշանակում է այս պահին կամակատար է, ինչ որ մեկի։ Որովհետև եթե ես չեմ սխալվում, իշխանության ներկայացուցիչները հայտնել էին այդ մասին, որ մենք ուզում ենք եկեղեցի, որ չզբաղվի քաղաքականությամբ։ Ոչ թե ուզում ենք եկեղեցի, որ զբաղվի քաղաքականությամբ մեզ լսելով, այլ հստակ կարող են լրատվամիջոցների նայել եւ այնտեղ բազմաթիվ պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան շեշտել են կարծեմ որ մեր խնդիրն է որպեսզի եկեղեցին չզբաղվի քաղաքականությամբ եթե զբաղվում է թող հանդես չգան իբրև եկեղեցականներ հանդես կան իբրև կուսակցություններ իբրև չգիտեմ անհատ քաղաքական գործիչներ բայց ոչ եկեղեցականի զգեստի ներքո քաղաքական տեքստեր հայտարարել Նաթան arczepiskopos-ը հայտարարել է, որ այնուամենայնիվ եպիսկոպոսած հավաք տեղի կունենա ժողովի փոխարեն, կխնդրեմ այս տերմինի տարբերությունը բացատրեք, այսինքն ինչ որոշումներ կարող են ըստ կանոնադրության կայացնել ու նաև նշել է, որ որևէ մեկը արգելք չի կարող լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն։ Արդյոք այն լեգիտիմ կարող է համարվել, եթե մի շարք եպիսկոպոսներ այնուամենայնիվ ներկա չեն լինելու։ Կարող են ոչ մեկ ինձ թվում է ոչ մեկ չի խոչընդոտում եպիսկոպոսների հավաքվելուն, ոչ մեկ։ Չեմ լսել որևէ մեկ մարդու արտահայտություն, որ ասի ես չեմ կամենում, որ եպիսկոպոսները հավաքվեն։ Թող հավաքվեն, Եվ հավաքվելուց հետո, գիտեք, յուրաքանչյուր եկեղեցական, առավել եւս բարձր աստիճան եկեղեցական, երբ որ ինքը գործնեություն է իրականացնում եկեղեցական գործնեություն կամ առհասարակ նաեւ հավատացյալներ, քահանա կլինի նաեւ թե սարգսավակ, թե դպիր, թե եպիսկոպոս, իրենք հստակ իրենց հարց պետք է տան։ Արդյոք իրենք պաշտպանում են Սամվել Խաչատրյանի կամ Արշակ եպիսկոպոսի քայլերը եւ որը կաթողիկոսը պաշտպանեց, որովհետեւ մենք հստակ կերպով դիտարկում ենք սա մեղք։ Կամ իրենք պետք է ընդունեն, որ կաթողիկոսի կողմն են կանգնում, դուրս են դնում Աստվածաշունչը, դուրս են դնում եկեղեցական օրենսդրությունը Եվ ասում են մենք կաթողիկոսի կողմն ենք կանգնում, մեզ հետաքրքրում է կաթողիկոսի դիրքորոշումը եւ ոչ թե Աստվածաշնչի կամ կանոնագրքի որոշումը, որովհետեւ մենք այս երկու հստակ գրքերով ենք եկեղեցի, ոչ թե զգեստներով։ Այս զգեստը ես որ հանեմ եւ այս իմ լանջախաչը երբ որ հանեմ, գցեմ կաթողիկոսի լանջախաչ եւ իր զգեստը, դա չի նշանակի, որ ես կդառնամ կաթողիկոս։ Կաթողիկոսը սրա այս երկուսով է կաթողիկոս։ Եվ սա մեր ամբողջ եկեղեցական օրենսդրությունն է, սահմանադրությունն է, եւ եթե մենք սա չենք պահում, ուրեմն մենք դադարում ենք լինել եկեղեցական եւ հավատացյալ։ Բայց ենք շոր հակնելով, հասկանում եք, չեք կարող ասել ես եկեղեցական եմ, խոսքով չես կարող ասել ես եկեղեցական եմ, սա է այս երկու գրքերի վավերականությունը ընդունում ենք, թե չէ, եթե ընդունում ենք, այս երկու գրքերը հստակ կերպով արձանագրում են պարզ բան, որ Սամվել Խաչատրյանը նախկին եպիսկոպոս կամ arczepiskopos-ը չպետք է լինի եկեղեցական, վերջ։ Եվ եթե կաթողիկոսը պաշտպանում է կամ որևէ անձ եպիսկոպոս կլինի, քահանա կլինի, սարգսավակ կլինի, հավատացյալ կլինի,
ընդդիմադիր կլինի, թե դիմադիր կլինի, ինքը պետք է հստակ դիրքորոշում հայտնի այս հարցի շուրջ։ Եթե չի հայտնում, ուրեմն վավերականության մասին խոսք լինել չի կարող, որովհետև ոչ թե եպիսկոպոսները, որ հավաքվում են, եպիսկոպոսների հավաքը պետք է ունենա հստակ նպատակ։ Արձանագրելու այս երկու գրքերի ճշմարտությունը եւ իրենց ավելի ստորադաս դասելու Աստվածաշնչից, ոչ թե վերադաս, այլ ստորադաս, եւ իրենք են այն խումբը, այդ հավաք է կամ ժողով է, որ պետք է Աստվածաշնչյան օրենքները իրագործեն, ոչ թե խախտեն։ Տեր Թադե, այնուամենայնիվ Սամվել Խաչատրյանի հետ կապված այդ տեսանյութը, մեղքը, որի մասին դուք խոսեցիք, իրենց պաշտպանները դա կեղծ են որակում, կրկին 3 ու այսօր հայտարարել են, որ տարբեր փորձաքննություններով, ես չգիտեմ ինչ փորձաքննությունների մասին է խոսքը, բայց դրանք կեղծ են։ Ենթադրենք կեղծ են, ենթադրենք։ Բայց երբ որ կա մեղադրանք եւ կա հստակ գործողություններ, արդյոք եկեղեցին լինելով բարոյական կառույց, ինքը չպետք է հետամուտ լիներ, որ Սամվել Խաչատրյանի գործունեությունը կասեցվեր, մինչև ի հայտ կգան այլ փաստարկներ։ Ես չեմ կարող հստակ կերպով ասել, ինչպիսի հակառակ ապացույցներ են եղել, այդ ապացույցները արդյոք իրականության հետ աղերս ունեն, չունեն, արդյոք այդ ընկերությունները կամ այդ, չգիտեմ, ինչ որ մի խումբ, որ թուղթ է տվել, որ իրականության հետ աղերս չունի Սամվել Խաչատրյանը, նրանց վստահել կարելի է, թե չի կարելի։ Արդյոք իրենք բրենդային են այդ ընկերությունները, որ տվել են այդ եզրակացությունները, միջազգային ճանաչում ունեցող, հեղինակություն, դրանք շատ կարևոր են։ Շատ կարևոր են։ Կարող ենք մի քանի հոգով, հիմա մենք հավաքվել, տենց մի կազմակերպություն հիմնել եւ տալ մեր եզրակացությունը։ Ինչ ուզենք տանք։ Ասենք որ մենք այսքանն ենք հնարավորություն ունես ստուգել, դրա փաստերը պետք է նայել։ Ես հակված եմ Հայաստանի Հանրապետության այն մարմիններին, ովքեր որ այդ տեսաձայնագրությունը ստուգել են, հակված եմ նրանց հավատալու։ Եվ մի տեսակ առնվազն տարօրինակ է այս փուլում այդ ամենը ի հայտ գալուն, որովհետև ժողովից առաջ, երբ որ նման մի տեքստ է դուրս գալիս, որ վավեր չէ, այս ամենը, գիտեք, որ մեր եպիսկոպոս հայրերը այս պատճառով սկսեցին արդեն ընդվզումներ անել։ Եվ հիմա բերում են այդ նյութը, որ եպիսկոպոսական ժողովի ժամանակ հավանաբար ասեն, որ տեսեք, մենք էլ բերել ենք հակառակը, հետևաբար այդ խնդիրները չկան, հետևաբար դուք սխալ եք, հետևաբար արեք ամեն ինչ դնենք մի կողմ եւ շարունակենք առաջ, բայց ես կարծում եմ, որ այդպես չի լինելու։ Չնայած տեսանյութն են բնորոշում կեղծ, չեն անդրադառնում նրան, որ Արշակ Խաչատրյանը մեղադրվում է ըստ էության թմրանյութի շրջանառության համար։ Նա դրա համար է կալանքի տակ հիմա։ Այո, դա օրենսդրական ավելի շատ մասնագետները պետք է այդ մասին ասեն, ես չեմ կարող ասել, ես կարող եմ այս կողմի բարոյական ընկալում ասել, որովհետև եկեղեցին իբրև կառույց ունի երկու հսկա թևեր՝ բարոյական եւ օրենսդրական։ Եվ եկեղեցին հակված է, որ ինքը մարդկանց հասարակությանը բարոյականության բարձր նիշի վրա պահել։ Իսկ պետությունը արդեն ինքը օրենքով է առաջնորդվում, իսկ եկեղեցին բարոյական ընկալումներով է առաջնորդվում։ Տեր Թադե, այս ընթացքում հայտնի դարձավ Սուրեն Պապիկյանի որոշումից, որ բանակում հոգևոր ծառայության բնույթը փոփոխվում է, նա սա բացատրել էր նրանով, որ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն, վարչապետը այսպիսի մի արտահայտություն էր արել, որ պետության մեջ չի կարող լինել պետություն, արդյոք վարչապետի այս արտահայտությունն ու Սուրեն Պապիկյանի այդ որոշումը իրար հետ փոխկապակցված է, ու ինչ է նշանակում պետության մեջ պետություն, եկեղեցին ինչ է անում, որ այդպես է բնորոշվում։ Երբ որ նման հայտարարություն են անում, ուրեմն ինչ որ հիմնային փաստեր ունենք իրենց ձեռքում, բայց ես կարծում եմ, որ բանակում եկեղեցին ներկա է
եւ այդ ներկայությունը ավելի կատարելագործվում է, որովհետեւ մենք պետք է հստակ կերպով ընկալենք, որ բանակում 18-ից 20 տարեկան տղաներն են ծառայում։ Եվ այնտեղ կա հստակ հոգեբանություն, կա մոտեցում, կա ընկալում։ Եվ կարծում եմ պետք է այն հոգեվորականները, ովքեր որ ծառայում են բանակում, իրենք ավելի մասնագիտանան այդ ամենի մեջ, ինչպես մոտենալ այդ տարիքի տղաներին, հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, մեր ընտանիքների առանձնահատկությունները, սա մեզ շատ ավելի մեծ օգուտներ կբերի, քան այն, որ ենթադրենք մայրաթոռը որոշում է, որ այս կամ այն հոգևորականին ի նշան պատժի, ենթադրենք ուղարկի բանակ ծառայության, սա կարծում եմ այդքան արդյունավետ չէր, եւ այս փոփոխությունը ինձ համար սպասելի էր եւ ես ակնկալում եմ, որ շատ ավելի շուտ պետք է այս փոփոխությունը տեղի ունենար, որովհետեւ բանակը ընթանում է մի process-ով, որ ավելի կատարելագործում է իր մտային, վարժային եւ այլն եւ հոգեվորականներն էլ կազմելով այդ բանակի մի մասը ծառայող, նրանք եւս պետք է կարողանան այդ նիշը բարձր պահել։ Չի կարող բանակը գնալ առաջ, իսկ հոգեվորականները չկարողանան սպասարկել։ Այդտեղ խզում կառաջանա։ Իսկ մնացյալ արդեն ինքը պետությունը, քանի որ բանակը փակ կառույց է, ինքը պետությունը բնականաբար իր տեղեկությունները ունի, թե ինչպիսի ծառայություն է, ինչքան արդյունավետություն կա եւ ինչ պետք է անեն, ինչպիսի ուղղվածություն պետք է տան։ Դրանք այսինքն նման փորձ կա, որ որպես պատիժ ուղարկեն ծառայելու մայրաթոռ։ Այո, երբ որ ես դեռ մայրաթոռում էի, բանակ գնալը դա պատիժ էր։ Իսկ ինչպիսին էր ձեր արձագանքը, մյուս հոգեվորականների արձագանքը։ Նորմալ, սովոր էինք։ Շատ լավ։ Վարչապետը հայտարարում է, որ եպիսկոպոսած ժողովի նպատակն է կաթողիկոսությունը դուրս հանել Հայաստանից էջմիածնի գանձերի հետ։ Սա ինչպես կբացատրեք հենց էջմիածնի գանձեր ասելով ինչ նկատի ունի վարչապետը։ Ես չեմ կարող ասել վարչապետը ինչ նկատի ունի էջմիածնի գանձեր, եթե ուղիղ կերպով հասկանանք, կան ժառանգություն, եկեղեցական հսկայական ժառանգություն, որոնք որ մշակութային ժառանգություն են եւ այդ տեսանկյունից նրանք գանձեր են։ Եվ այդ ամենը Հայաստանից դուրս տանելը դա իհարկե հակապետական քայլ է, որովհետեւ դա հայ ժողովրդի սեփականությունն է եւ այսօր պահողը եկեղեցին պետք է լինի, ոչ թե դուրս տանողը, այլ պահողը։ Եվ ցավալի է, որ պետության մոտ նման մտավախություններ կա։ Դա շատ ցավալի է։ Իմ մտածողությամբ ես մտածում եմ, որ այդ ժողովը տանում են դուրս, որպեսզի ավելի շոու ստեղծեն։ Բայց որ իրենք մեկ քայլ ավել են մտածել, կաթողիկոսությունը տեղափոխել վտարանդի կարգավիճակով, սա ինձ համար անշուշտ պետությունը պետք է իր տեղում լինի եւ նման բան ոչ մի կերպ թույլ չտա, որովհետեւ եկեղեցին այս ժողովրդի այս պետության մի մասնիկն է, ոչ թե առանձին է։ Այո, կարող են եկեղեցական լինել, որ իրենց ընկալման մեջ եկեղեցին լրիվ առանձին է։ Առանձին պետություն է, առանձին չգիտեմ, բայց եկեղեցին եթե չի ծառայում պետությանը, պետության հզորացմանը, ոչ թե իշխանության, խնդրում եմ մենք հստակ տարբերենք։ Պետությանը, պետության զորակցության կողքը չի կանգնում։ Սա արդեն մտահոգիչ է դառնում։ Ինչի համար է անհրաժեշտ, եթե նա պետք է զբաղվի դրսից տորպեդա հարելով պետությունը։ Դա արդեն եկեղեցի չի, դա արդեն անհատներ են, որոնք որ եկեղեցին տանում են այդ ուղղությամբ։ Հիմա իմ եւ իմ նման եկեղեցականների պայքարը այն է, որ նախ եկեղեցին չխառնվի քաղաքական process-ների մեջ, լինի վեր քաղաքական կառույց, իր կաթողիկոսով, եպիսկոպոսով, քահանայով, հավատացյալով, չխառնվի պարզապես քաղաքականությանը եւ վերջ։ Անշուշտ մենք բոլորս ունենք ընտրելու իրավունք, ունենք մեր ներքին համոզմունքը այս ուժին սատարելու, այն ուժին սատարելու, բայց դա ոչ մի կերպ չպետք է թույլ տանք մուտք գործի եկեղեցի։ Եկեղեցականները պետք է զբաղվեն եկեղեցական խնդիրներով, մարդկանց
հոգևոր դաստիարակություն տալու հարցերով։ Ինչպես որ շատ հաճախ նշում եմ, խնդրեմ նայեցեք մեր մայրաթորի ապա տեղեկատվական համակարգին։ Ինչպիսի հոգևոր նյութեր են դնում։ Եվ այսօր ես տեսա մեկ նյութ, որ կաթողիկոսը մեծ պահքի առթիվ նյութ է դրե, նյութի կեսը կարդում է սպահքի մասն է, հաջորդ կեսը նորից էլի ինչ-որ հալածանք, եկեղեցու դեմ հալածանք, սա եւ այլն եւ այլն։ Այսինքն ոչ մի կերպ չեն կարողանում քաղաքական տեքստեր չգրել, շրջանցել միայն հոգևոր գրել։ Ոչ մի կերպ չի ստացվում։ Հետ մարդկանց մոտ ուղղակի չի ստացվում։ Քաղաքականությամբ չխոսել։ Ես ուրախ կլինեի, որ այդ տեքստը գրվեր, միայն գրվեր պահքի հետ կապված։ Ես շատ ուրախ կլինեի, որ ենթադրենք հայրապետը հորդոր աներ, որ սիրելի քրիստոնյաներ, իմ հորդորն է, որ դուք ամեն մեկը պահքի հետ հաղորդ լինեք, ով ինչպես կարողանում է թող պահել։ Ոմանք կպահեն 1 օր շաբաթվա մեջ, ոմանք կպահեն 3 օր, ոմանք կպահեն 1 շաբաթ սկզբից, 1 շաբաթ մեջտեղը, հետո վերջի շաբաթը։ Բայց այդպիսի հայտարարություն է, քրիստոնյաները այդպիսի հայտարարություն են ակնկալում։ Եվ ես իբրև հիմա եկեղեցական քրիստոնյաներին խնդրում եմ եւ հորդորում եմ, որ պահքի հետ հաղորդ եղեք, սիրելի քրիստոնյաներ, որքանով կարողանում եք, այնքան պահեցեք։ Եվ հատկապես, եթե չեք կարողանում ամբողջությամբ պահել, իմ խնդրանքն է, որ գոնե ավագ շաբաթը, վերջի շաբաթ պահքը պահել։ Եթե չեք կարողանում ամբողջությամբ պահել պահքը, գոնե չորեքշաբթի ուրբաթ օրը պահեք։ Եթե չեք կարողանում գոնե շաբաթվա մեջ 1 օր պահեք, 2 օր պահեք, բայց իմ խնդրանքն է, որպեսզի մենք խորհրդին հաղորդ լինենք որևէ կերպով, որևէ ձևաչափով, եւ խնդիրը միայն սննդի մեջ չէ, այլ մեր ինքնակնության մեջ է։ Իմ խնդրանքն է, որ գոնե ստաբիլ կերպով այս օրերի ընթացքում պահքի սուրբ գիրք ընթերցեն։ Ինչ պարտադիր չի մեծ քանակությամբ մի քանի գլուխ ընթերցեն, թող 3 տող ընթերցեն, թող 2, թող 1 տող, բայց ընթերցեն եւ այդ դրա շուրջ խորհեն, մտորեն, ընտանիքով մտորեն, փոքրերի հետ խոսեն, ամուսիններն իրար հետ խոսեն, բայց խոսեն Աստծուց այս պահքի ընթացքում իրենց ընտանիքում, թող Աստծո մասին ընտանիքից ներս խոսք հնչի, Աստծո անունը տրվի, Սուրբ Հոգու անունը տրվի, Հիսուս Քրիստոսի անունը տրվի, Հայր Աստծո անունը տրվի, եւ սա կարծում եմ մեր ժողովրդի համար բավականին հոգևոր առաջընթաց կդիտարկվի։ Ես նաեւ հույս ունեի, որ մեր հայրապետը այդպիսի հորդորներ կնշեր, ոչ թե մի քանի տող կգրեր պահքի մասին, նորից կանդրադառնար հալածանքներ եւ այլն, եւ ես հեռուստադիտողներին ուզում եմ ասեմ, որ եկեղեցու դեմ որևէ հալածանք չկա։ Որևէ կերպով, որևէ մեկը եկեղեցին չի հալածում։ Պարզապես անհամաձայնություն կա եկեղեցու բարձրագույն իշխանության հետ, կառավարողների հետ։ Դա եկեղեցին չի, կաթողիկոսը դեռ եկեղեցի չի։ Եկեղեցին այս երկու գրքերն են։ Այս երկու գրքերն են, սիրելի ժողովուրդ։ Հստակ է, այս երկուսն են։ Սրանցից դուրս մարդու կամքը եկեղեցի չի։ Կաթողիկոսի կամքը, քահանայի կամքը եկեղեցի չի։ Եկեղեցին հալածել չի նշանակում դա։ Նշանակում է մենք ասում ենք կա խնդիրներ եկեք լուծելու, բայց ինչպես մինչև այսօր տեսնում ենք, իրենց տեքստերի մեջ չկա հոգևոր բնույթ։ Մի փոքր շղարշ կա, բայց նորից անդրադարձ կա ինչ-որ եկեղեցու դեմ արշավ, նման բառակույտեր են անում, որպեսզի շփոթմունքի մեջ գցեն քրիստոնյա հասարակությունը։ Տեր Թադե Նաթան arczepiskopos-ը մի արտահայտություն էր արել, որը քննադատությունների տեղիք է տվել, նա նշել էր, որ եթե պետությունը կարող է չլինել, մի օր մայրաթոռը կա ու կլինի, սա ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք, յուրաքանչյուր հայ, ես անձնապես այսպես եմ կարծում, յուրաքանչյուր հայ պետք է հետևյալ ընկալումը եւ զգացումը եւ մտածում ունենա։ Ամենաբարձր արժեքը դա պետությունն է։ Եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ պետությունը չլինի, դա արդեն շատ վատ է։ Նա չպետք է զբաղվի եկեղեցական գործունեությամբ, եթե քաղաքական գործիչ է, չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, որովհետև մեր բոլորիս պայքարը պետություն ունենալու մեջ է։ Եվ սա է մեր բարձրագույն արժեքը, պետություն ունենալը։ Եվ եթե մտածենք, որ
պետություն չենք ունենալու, մայրաթոռը կա, գիտեք, պետություն եւ մայրաթոռ իրար ընդհանրապես չեն խանգարում։ Միգուցե պետություն եւ մայրաթոռում պաշտոն զբաղեցնող անձեր իրար համադրելի չեն այս պահին, բայց դա չի նշանակում, որ պետությունը եւ եկեղեցին անհամադրելի են։ Այսինքն ես հետեւյալ կերպ եմ մոտավորապես հասկանում, որ կամ պիտի լինի մայրաթոռը, կամ պիտի լինի պետությունը։ Հիմա իրանք պայքարում են, որ պետությունը չլինի, մայրաթոռը լինի։ Գուցե այդ դեպքում իրենք ավելի մեծ լծակներ ստանան։ Գիտեք, Քրիստոս մեզ տվել է ամենամեծ լծակը։ Քրիստոս մեզ օծել է։ Դրանից մեծ ինչ ենք ուզում։ Մեր խնդիրը Աստծո խոսքը քարոզելն է, Սուրբ Գիրքը քարոզելն է։ Ինչ է Պողոս Առաքյալը լավ այստեղ խոսք ունի, ասում է ձեր մեջ պիտի անհամաձայնություններ առաջանան, որպեսզի տարբերվի լավը եւ վատը։ Հիմա ինչու են իրանք այս խոսք ուզում իրականություն դարձնել։ Հիմա մեր մեջ եկեղեցու ներսում կա որոշակի անհամաձայնություններ։ Հիմա ինչու են իրանք նման կերպ վարվում, ինչու են նման բան ասում, ինչ է նշանակում չլինի պետություն։ Աստված չանի չլինի պետություն, Աստված չանի։ Դա շատ վատ բան է, նշանակում է մենք մի ամբողջ ժողովուրդ պարտվել ենք։ Ունենանք մայրաթոռ, բայց պարտված լինենք։ Ես առաջարկում եմ հակառակը։ Ունենանք հզոր պետություն, կունենանք հզոր մայրաթոռ։ Ունենանք անկախ պետություն, կունենանք անկախ մայրաթոռ։ Ունենանք կախված պետություն ինչ-որ մի երկրից, կունենանք կախված մայրաթոռ ինչ-որ մի երկրից։ Ես նախընտրում եմ ունենալ անկախ պետություն, հզոր պետություն եւ հետեւաբար հզոր եկեղեցի, որովհետեւ եկեղեցու եւ եկեղեցականի խնդիրը հավատքի մասին խոսելն է։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին քարոզելն է։ Մեր Տերն ասում է չէ Մատթեոս ավետարանի մեջ, ասում է իր աշակերտներին, իրեն հետևորդներին, ասում է գնացեք մարդկանց ուսուցանեք, մկրտեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Չի ասում գնացեք մեծ պահքի մասին 3 տող գրեք, հաջորդ տնորից քաղաքական պարբերություն մտցնեք։ Նման բան չի ասում մեր Տերը։ Եվ դրանից ավելի մարդու համար երջանիկ բան, որ Քրիստոսի խոսք է քարոզում։ Աստված մեզ կանչել է, որ մենք իր խոսքը քարոզենք։ Աստված մեզ եկեղեցականներից այդ մեծ երանությունը տվել է, ընտրել է, չէ որ մենք Սուրբ գրքում գրված է, ասում է ես եմ ձեզ կանչում, ասում է ես եմ ձեզ ընտրում, դուք չեք ինձ ընտրում։ Հիմա մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ինձ ընտրել է, որ ես իր խոսքը քարոզեմ։ Դրանից լավ բան քաղաքական գործիչը, քաղաքականությունը այսօր այսպես է, վաղ այնպես է, ըստ երկրի տվյալ ժամանակաշրջանի շահի կարող է փոխվել, թող քաղաքական գործիչները գնան զբաղվեն քաղաքականությամբ։ Մենք մեծ առաքելություն ունենք Հիսուս Քրիստոսից, մեր Փրկչից, մեր Տիրոջից, որ իր մասին պիտի խոսենք, իրեն քարոզենք, իր գործերի մասին պատմենք։ Բայց նայեցեք, խնդրում եմ մեր ապա տեղեկատվական համակարգը։ Տեսեք, որքան հայտարարություն կա, կամ մյուս միջոցներով, որ իրենք անում են, որքան հայտարարություն կա հոգևոր կյանքի հետ կապված։ Այսքանը Տեր Թադե, շնորհակալ եմ հետաքրքիր հարցերից։ Ես եմ շնորհակալ։